Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք փորձնական ճանապարհով տեսանելի ենք դարձնելու ձայնային ալիքները, որոնք սովորաբար անտեսանելի են մարդու աչքին։ Մետաղական սկավառակների օրինակով ուսումնասիրելու ենք կանգուն ալիքների ձևավորումը պինդ մարմնի վրա, երբ այն ենթարկվում է մեխանիկական տատանումների։ Դիտելու ենք հանգույցների և փնջվածքների առաջացումը կանգուն ալիքի պայմաններում։ Ստանալու ենք քլադնիի պատկերներ, աղի կամ ավազի օգնությամբ, ֆիքսելով կանգուն ալիքի հանգույցների դիրքերը։ Փորձնական ճանապարհով մենք կհաստատենք, որ պինդ մարմնում ձայնային ալիքի ռեզոնանսային պայմաններում առաջանում են կանգուն ալիքներ, հանգույցներով և փնջվածքներով, և որ ձայնային ալիքների հաճախականության փոփոխման արդյունքում փոխվում են կանգուն ալիքների երկրաչափական ձևերը։ Ձայնը մեխանիկական տատանողական ալիք է, որը առաջանում է մարմնի տատանման արդյունքում և տարածվում է նյութական միջավայրում, պինդ, հեղուկ կամ գազային վիճակում գտնվող մարմիններում։ Ձայնային ալիքները երկրաչափական ալիքներ են, այսինքն միջավայրի մասնիկների տատանումները տեղի են ունենում ալիքի տարածման ուղղությամբ։ Սովորաբար ձայնը չի երևում, քանի որ օդում առաջացող խտացումները և նոսրացումները տեսանելի չեն։ Սակայն պինդ մարմիններում ձայնային ալիքները հնարավոր է տեսանելի դարձնել կանգուն ալիքների միջոցով։ Ուսումնասիրությունն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են մեխանիկական ալիքի պարագաների փաթեթ, որն իր մեջ ներառում է սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատոր։ Սա թույլ է տալիս փոփոխել սինուսոիդային ալիքի հաճախականությունը լայն տիրույթում։ Մեխանիկական ալիքի գեներատոր։ Էլեկտրական ազդանշանը վերածում է մեխանիկական տատանումների։ Ծայրը տատանվում է, առաջացնելով ալիք, լարի, զսպանակի կամ մետաղյա թիթեղի վրա։ Քլադնիի թիթեղների հավաքածու։ Ալիքների ազդեցության արդյունքում ավազահատիկների դասավորությամբ պատկերավոր ցույց է տալիս կանգուն ալիքների հանգույցներն ու փնջվածքները։ Հաղորդալարեր և չափականուն։ Մեխանիկական ալիքի գեներատորը հոսանքի 220 վոլտ աղբյուրին միացնել բոլոր միացումները կատարելուց հետո։ Սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատորը չի կարելի օգտագործել լարման փոխարկիչների հետ, ինչը կարող է վնասել սարքը։ Մեխանիկական ալիքի գեներատորը հաղորդալարերով միացնենք սինուսոիդային ալիքային գեներատորին, անհրաժեշտ հաճախականության և ամպլիտուդային կարգավորում ապահովելու համար։ Օվալաձև խրոցների միջոցով մեխանիկական ալիքի գեներատորին ամրացնենք քլադնիի կլոր թիթեղը։ Փորձենք հավասարակշռել թիթեղը և գեներատորն այնպես, որ եզրերից հնարավորինս քիչ աղ թափվի։ Հոսանքի աղբյուրին միացնենք սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատորը, միացնենք նաև անջատիչը, կատարենք հաճախականության փոփոխություն կիլոհերցերի միջակայքում և միաժամանակ աստիճանաբար ու հավասարաչափ ավելացնենք փոքր քանակությամբ աղ, մինչև համոզվենք, որ հայտնաբերել ենք ռեզոնանսային հաճախականությունը։ Ահա հանգույցները վառ արտահայտվում են։ Հանգույցները համապատասխանում են այն կետերին, որտեղ աղը կուտակվում է, քանի որ այդ կետերում մարմինը չի տատանվում։ Փնջվածքները համապատասխանում են այն կետերին, որտեղ մակերեսը առավելագույնս տատանվում է, և ավազը այդտեղից ցրվում է։ Ուշադրություն դարձնենք հանգույցների քանակին։ Շարունակենք բարձրացնել հաճախականությունը, մինչև ձևավորվի հաջորդ հանգույցների խումբը։
Բարձր հաճախականությունները կձևավորեն ավելի բարդ պատկերներ, մինչդեռ ցածր հաճախականությունները ավելի պարզ և լայն ձևեր։ Փոփոխելով մեխանիկական ալիքային ազդանշանի գեներատորի հաճախականությունը, ստանում ենք տարբեր հարմոնիկայի կանգուն ալիքներ, որոնք նման են զարդանախշերի։ Նման հետաքրքիր երևույթներ կարող ենք դիտարկել նաև Քլադնիի քառակուսի մետաղաթիթեղի վրա։ Շրջանաձև թիթեղը փոխարինենք քառակուսի թիթեղով։ Սինուսոիդային գեներատորով աստիճանաբար փոխենք հաճախականությունը։ Թիթեղի վրա պարբերաբար բարակ շերտով ու հավասարաչափ աղց հանենք և հետևենք առաջացող պատկերներին։ Փորձենք այդ պատկերների մեջ տեսնել օրինաչափություններ ու սիմետրիա։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք փորձնական ճանապարհով տեսանելի դարձրեցինք ձայնային ալիքները, օգտագործելով Քլադնիի թիթեղները և մեխանիկական ալիքի գեներատորը։ Հաստատեցինք, որ ռեզոնանսային պայմաններում պինդ մարմինների վրա առաջանում են կանգուն ալիքներ, որոնք ունեն հստակ հանգույցներ և փնջվածքներ։ Հաճախականության փոփոխմամբ դիտարկեցինք, որ յուրաքանչյուր ռեզոնանսային հաճախականությունը համապատասխանում է յուրահատուկ երկրաչափական ձև՝ Քլադնիի պատկեր։ Այդ պատկերներում աղը կուտակվում է ալիքի հանգույցներում, տեսանելի դարձնելով ձայնային ալիքի տատաման կառուցվածքը։ Քլադնիի պատկերները ապացուցում են, որ ձայնային ալիքները ունեն տարածական կառուցվածք։ Որքան բարդ է համակարգը, այնքան բարդ են կանգուն ալիքների ձևերը։ Մենք հաստատեցինք, որ հանգույցները այն կետերն են, որտեղ թիթեղը չի տատանվում և ավազը կուտակվում է։ Փնջվածքներում տեղի ունենում առավելագույն տատանում և ավազը ցրվում է։ Ձայնային ալիքի հաճախականության բարձրացման դեպքում Քլադնիի պատկերները դառնում են ավելի բարդ ու մանրամասն, արտացոլելով կանգուն ալիքի բարդ հարմոնիկաներ։ Այս փորձը վկայում է այն մասին, որ նույնիսկ անտեսանելի ձայնային ալիքները կարող են տեսանելի դառնալ կանգուն ալիքների միջոցով պատկերելով ալիքների տարածման և ինտերֆերենցիայի օրենքները պինդ մարմիններում։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։